Ես հուսով եմ, որ դուք գիտեք, որ մամուլը գոնե առաջատար որոշ լրատվամիջոցներ այս փոփոխությունների թիվ 1 ջատագովն են։ Եվ մեր նաև խմբագիրները, մեր լրագրողները ամեն ինչ արել են, որպեսզի երկրում հասունանա այդ պահանջը, այդ մթնոլորտը, որ փոփոխությունների կարիք կա, որտեղ այսպես շարունակվել չի կարող եւ ապացույցները, այդ հիմնավորումները այնքան շատ են, որ այս իշխանությունը սպառել է իրեն եւ պետք է հեռանա, որ կարծում եմ նույնիսկ դրա մասին խոսելն է ավելորդ է այլևս։ Բայց գիտեք 40 տարվա մեջ այս երկրում բավականին բացասական հիշողություն է կուտակվել իշխանությունների մասին։ Շատ կլիշեներ են ձևավորվել մարդկանց մոտ, որոնք դժվար է հաղթահարելը եւ դրանք հիմա նաև դեր են խաղում այն իմաստով, որ խանգարում են ձեզ ընդդիմությանը։ Այդ նույն թալանի մասին այդ կլիշեն, որ հիմնովին մտել է ժողովրդի գիտակցության մեջ, որ ցանկացած իշխանություն գալիս է միայն թալանելու, գռփելու, չգիտեմ, հարստանալու համար, եւ նաև այն 18 թվականից ձևավորված կլիշեն, որ փողոցից մարդը անփորձ առանց բանի բերեցինք ու հիմա տեսանք ինչ աղետի հասցրեց երկիրը, իսկ գիտեք, որ կրակից վառվածը մոմինալ է սկսում փչել եւ հիմա նաեւ այդ կասկածներն ունեն, որ անփորձ են առումով, որ դուք իշխանություն չեք եղել, իշխանության մեջ չեք եղել եւ հիմա մարդիկ կասկածում են, ասում են կարող է մրից ելնենք, մրջուրն ընկնենք, մի ավելի վատ վիճակի մեջ հայտնվի երկիրը, ժողովուրդը եւ լիքը այսպիսի մտավախություններ ունեն, որոնք պետքա փարատել։ Իհարկե կարճ է շատ ժամանակ, ընդամենը 2 շաբաթ է մնացել մինչև ընտրությունները, բայց մենք արագ ապրող երկիր ենք, հա, մեր ժողովուրդը կարա 2 օրվա մեջ իր մտադրությունը փոխի, ինքը սենց 180 աշճանով շուռ գա մի ուրիշ բանի եւ որպես կանոն այդ վերջի 10 օրն է լինում վճռական, հա։ Կա ինչ որ մտածել եք, ինչ որ մարտավարություն, գործողությունների քայլերի շարք, որոնք կարան մարդկանց մոտ այդ հույսը արթնացնեն, այդ կլիշեները ձեր հետ կապված գոնե հերք են, հա, իրենք որ վստահ լինեն, որ չեք գալու թալանեք, որ չեք գալու քաղաքական հետապնդումներ անեք ձեր հակառակորդների նկատմամբ, որ չի լինելու այնպես, որ մի հատ մաքուր, ազնիվ, լավ բիզնեսմեն եկավ իշխանության եւ մեկ էլ մի տարվա մեջ դառավ մի հատ հրեշ, որը որ մի հրեշին սպանեց, ինքը նստեց իր տեղը, դարձավ այդպեսին, ոնց որ հիմա մեր աչքի առաջ տեղի ունեցավ այս 8 տարվա մեջ այդ փոփոխությունը, չէ՞, այդ մարդու մենք տեսել ենք, թե ինչից ինչի ա վերածվել։ Ուզում եմ ասեմ, ոնց եք կարողանալու համոզել մարդկանց, որ չի կրկնվելու պատմությունը, չի կրկնվելու 98 թվի, 2003 թվի, 2008 թվի եւ 2018 թվի պատմությունները, որ դուք տարբերվելու եք բոլոր այդ նախկին իշխանություններից, իրենց արատավոր այդ բարքերը չեք բերելու իշխանություն։ Նայեք, նույնիսկ մեր հարցումները ցույց են տալիս, որ ընդամենը բնակության 0.8%-ն է այդպես մտածում իմ մասին։ Կարող են մարդիկ մտածեն, որ ես անվտանգային հարցերը մի քիչ կարող է լավ չլուծեմ, կամ տարբեր հարցերի նկատմամբ տարբեր կարծիքներ ունեն, բայց կոռուպցիայի եւ ձեր ասած արատավոր բոլոր հարցերի թալանի մասին մտածում են ընդամենը 0.8%-ը։ Ես պարզ եմ, հասկանում եմ դուք ինչ եք ասում, ես ասում եմ։ Եվ դրա համար ես շատ ուրախ եմ։ Դրա համար ես ունեմ անցած ճանապարհ։ Դրա համար ունեմ ներկա վիճակը։ Եթե ես, օրինակ, ինչ կարող եմ ես թալանել Հայաստանից։ Ես ամեն տարի չեմ ուզում թվեր հնչեցնել, որ դուք չվախենաք, այն կանեմ տվել Հայաստանին, որ եթե ես դա պահեի ինձ, կլինեի աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ինչը ես պետք է Հայաստանից։ Դուք կարող է չհավատաք, բայց ես դե այն որ ասում է ձուկը գլխից է, չէ, հոտում։ Հենց գլուխը նորմալ եղավ, ձուկը նորմալ ալնելու։ Բացարձակ Հայաստանից ոչ մի դոլար չեմ օգտվել այս տարիների ընթացքում։ Եվ
իմ հնարավորության չափ, նույնիսկ հնարավորություններից շատ օգնել եմ Հայաստանին, հայ ժողովրդին։ Դուք միայն նայում եք Հայաստանի դաշտը, դրանից շատ ավել ես արել եմ Հայաստանից դուրս հայերի համար։ Այսինքն, ես կարող եմ ընդամենը գրպանս փակել եւ ես նորից կլինեմ շատ հարուստ մարդ։ Ինձ ոչ մի բան պետք չի, իշխանության կարիք էլ ես չունեմ։ Ես ուզում եմ ստանամ հնարավորություն օգնեմ մեր ժողովրդին, որտեղ ես տեսնում եմ, միգուցե սա գլուխ եմ գովում, բիզնեսմենները այդպիսի հատկություն ունեն, բայց ես զգում եմ, որ միայն մենք կարող ենք այս հարցը լուծել։ Մյուս ուժերն էլ են իրենց մասով այդպես գտնում, բայց ես կշռադատում եմ մեր հնարավորությունները մյուս ուժերի հետ։ Այդ փորձ բառը շատ հարաբերական բառ է։ Մենք փորձ ունենք, մենք փորձ չունենք, դե եկեք ասենք, ով փորձ ունի, ով է կարողացել իրենով հասնել ինչ-որ բանի։ Փորձը դա է։ Եթե դուք պատկերացնում եք, որ 3 միլիոն կամ 10 միլիոն հայերի հետ ես կառավարելու փորձ չունեմ, ես միայն իմ ընկերությունը եւ մեր գործընկերների հետ հարաբերություններում կառավարել եմ տասնյակ միլիոների։ Այսինքն դա իշխանության մասին չի խոսքը, դա պետական հնարավորություններն են մեզ պետք, որպեսզի զարգացնենք երկիրը։ Վստահ եղեք, ես այստեղ նստած հենց հիմա Փաշինյանից շատ 10 անգամ շատ մեծ իշխանություն ունեմ։ Ինքը ոչ մի իշխանություն չունի, ինքը ընդամենը մեկ ավտոբուսի մեջ ինչքան մարդ է տեղավորվում, իրենց վրա ունի իշխանություն։ Ավտոբուսից դուրս եկան, էլ չկա։ Պարալիզացրել ամեն ինչը։ Չկա իշխանություն, դրա համար անցել են ամենաանբարոյական մեթոդներով պայքարի։ Ձերբակալում են մարդկանց, հալածում են մարդկանց եւ ամեն օր վախը, հիմա արդեն իրենք վախցրեցին ժողովրդին, հիմա սկսել են իրենք վախենալ ժողովրդից։ Ժողովրդի հերոսը ինչ է դարել։ Դուք տեսնում եք, չի կարողանում փողոցում քայլել։ Հարձակվում է մարդկանց վրա, դա ինչն է, որ արդեն ինքը հասկանում է, որ ինքը չկա, Հայաստանի իրականության մեջ որպես ղեկավար ինքը գոյություն չունի, ինչքան էլ ստիպի, վախեցնի, վախը ինչ է, զսպանակ է, ինքը կարող է սխմել, բայց մի օր տալու է գլուխը ջարդի։ Դուք անցած անգամ միտք ասեցիք, ձևակերպեցիք, ասիք ինչի պետք է ինձ չվստահեն, եթե փոքրիկ շանտաժիստին վստահել են, ինձ ինչու չպիտի վստահեն պետության ղեկը, բայց ամեն դեպքում մարդիկ ուզում են իմանալ, թե դե պարզա որ մի հոգին չի կարող երկիր կառավարել եւ երկիրը ունի բազում ոլորտներ, որտեղ մասնագետների, պրոֆեսիոնալների, տարբեր մարդկանց կարիք կա եւ նաեւ նվիրված մարդկանց, որոնք պիտի տենց օր ու գիշեր աշխատեն, չէ՞։ Ես կարծում եմ, որ լավ կլիներ, որ դուք գոնե այդ արմատական ոլորտների ղեկավարների, ձեր կաբինետի ինչ-որ անդամների անուններ հնչեցնեիք, հա, որ մարդիկ հասկանային, թե ում հետ եք գալիս իշխանության, հա, որ մենակ ձեր չեմ կարող հնչեցնել, որովհետև ես ասեցի, բոլորին վտանգի եմ ենթարկելու, դուք թերագնահատում եք այս մարդկանց, նույնիսկ չենք հնչեցնում, իրենք այդ մարդկանց ման են գալիս։ Հիմա եթե ցանկացած պաշտոնի վրա մարդ հնչեցնեմ, վստահեցնում եմ, մինչև այստեղից դուրս գանք, այդ մարդը կլինի ԱԱՑ-ի պատվալում։ Դե գիտեք ինչ, դուք մի քիչ թերագնահատում եք դա, իրենք բռնում են մեր գլխավոր ակտիվիստներին։ Դա մի քիչ համակարգը, չնայած մենք շատ արագ մեկի տեղը 10-ով ենք
վերականգնում, բայց կան մարդիկ, նույնիսկ անփոխարինելի մարդիկ են իրենք բռնում, հիմա էլ փորձում են արդեն ավելի վերև բարձրանալ, դա էլ ինչ որ չափով պրոբլեմ ստեղծում է, բայց օրերի պրոբլեմ, ոչ թե ընդհանուր պրոբլեմ, բայց օրերի համար պրոբլեմ է ստեղծում։ Եթե մենք ունենք համակարգող մի շրջանում իրեն բռնում են, մինչև մենք նորը ձևավորում ենք, մի քանի օր տևում է, ընթացքը կանգնեցնում են, դրա համար են իրենք գիտեն ում են բռնում, իրենք չեն գնում բռնում ինչ-որ մարդկանց, ովքեր կապ չունեն մեր հետ, բայց ոչինչ, ինչքան պիտի բռնեն, դե մենք օրը հաշվում ենք 15-20 մարդ, կգա մի 300 մարդ էլի բռնեն, 300-ին բռնել են, 300 էլ բռնեն, բայց միլիոնների մեջ դա թիվ չի էլ։